Բարև ձեզ, այսօր խոսելու ենք շների վարժեցման և վարքի թեմայից և այսօրվա մեր հյուրն է Դինգո թիմի ավելի քան 14 տարվա կամավոր շների վարքաբան, հոգեբան և իմ գնահատմամբ լավագույն մասնագետներից մեկը Էլեն Պապյան, ողջույն Էլեն։ Ողջույն, շատ շնորհակալ եմ նման բարի գնահատականի համար։ Էլեն, որպես վարքաբան դու ինքդ էլ գիտես, ես էլ գիտեմ, որ վարժեցումը Հայաստանում վարժեցման մշակույթը այդքան տարածված չէ և մարդիկ շատ հաճախ վարժեցում ասելով հասկանում են հրամաններ սովորեցնել։ Ինչ է վարժեցումը և ինչու է դա կարևոր։ Վարժեցումը շատ կարևոր է, որովհետև մենք պետք է հիշենք, որ մենք պատասխանատու ենք այն բոլոր կենդանիների համար, ում մենք ընտելացնում ենք։ Այսինքն, երբ որ մենք վերցնում ենք շուն, մենք պատրաստ ենք, որ պետք է նրան խնամել, կերակրել, լողացնել եւ այլն, ու վարժեցումը նույնպես մտնում է այդ չբացառվող կարևոր կետերի միջից։ Այլ հարց է, որ մենք դա նախընտրում ենք, որոշ մարդիկ դա նախընտրում են չանել։ Ու ցավալի է, որ դրանից հետո լինում են շատ հետևանքներ, թե շների կյանքի որակի, թե շրջապատի մարդկանց անվտանգության հետ կապված։ Իսկ ինչ է վարժեցումն ընդհանրապես։ Օրինակ, երբ որ մարդը կանչում է վարժեցնող, ինչի համար է կանչում, որպեսզի հրամաններ սովորի, թե այլ բաներ։ Ես հանդիսանում եմ հենց կենդանիների հոգեբան վարքաբան, այսինքն ես օգնում եմ տիրոջը եւ կենդանուն գտնել միմյանց հետ ընդհանուր լեզու, որպեսզի նրանք ունենան ավելի լավ ու ավելի հեշտ կյանք միասին։ Անբաժան մասնիկ են իհարկե հրամանները, որովհետև դա բավականին կարևոր է, բայց միայն հրամաններով չի, այսինքն բացի հրամաններից պետք է հատուկ կապ լինի կենդանու եւ տիրոջ մեջ, ու այդ կապը ստեղծման համար որոշակի պրոցեսներ կան, որը sense մի քիչ դժվար է բացատրել, բայց օրինակի համար աբյուզիվ կամ ցավային մեթոդիկաներով վարժեցումը հավատացնում եմ միայն խզում է այդ կապը ու բարդացնում է հետագայում դա վերականգնելը, դրա համար պետք է ուշադիր լինել շատ վարժեցնող ընտրելուց։ Իսկ ինչին պետք է նայել, օրինակ երբ որ մարդը վարժեցնող է կանչել, հենց առաջին քայլերից, ինչպես հասկանա, որ ճիշտ թե սխալ վարժեցնող է ընտրել։ Նախ ուզում եմ զգուշացնեմ, որ խուսափեք ինտերնետային այդ խորհուրդներից, խորհրդատվություններից, որովհետև շատ են շատացել մեր օրերում, բացի շների վարժեցումից նաև, ասենք ով զարթնում է ինչ-որ բան իր մոտ լավ է ստացվում, մենք գիտենք, որ edge են բացում ու տենց հանում են իրենց մասնագետ, եկեք չմոռանանք, որ քթյա օպերացիան նույնպես կա ինտերնետում, բայց ոչ մեկ չի վերցնի եւ դա ինքնուրույն անի, այսինքն մի վախեցեք դիմել մասնագետի ընդհակառակը վախեցեք ինչ-որ սխալ բան անել։ Պետք չի մոռանալ, որ կենդանին անձ է ու լավ կլինի, որ ձեր կենդանու եւ ձեզ հետ աշխատեն անհատապես, այսինքն մասնագետը գա ու հենց ձեր հետ աշխատի։ Իրականում ձեզ կարող են շատ գեղեցիկ խոսքերով համոզել, որ շունը պարտավոր է ձեզ ենթարկվի, շունը պարտավոր է ձեզ լսի, շունը իրավունք չունի անի ինչ-որ սխալներ, շունը միշտ պետքա լինի իր տեղում, տենց մաքսիմալ ճնշված եւ այլն։ Դա բնավ այդպես չէ, որովհետեւ բազմաթիվ ցեղատեսակների դեպքում, ավելի մեծ պոտենցիալով ցեղատեսակների դեպքում, մեծ տարիքում դուք կստանաք այդ վերաբերմունքի պատասխանը, այսինքն երբ որ մարդիկ ասում են մենք 100 տարի իրան պահում ենք, մեկ ինքը մի օր հանկարծ կծեց կամ ինչ-որ հարձակվեց, այդ մի օր հանկարծ չէր, դա ոնց որ հետևանքային էր։ Կան ցեղատեսակներ կամ շան բնավորությունից էլ է կախված, չասենք ցեղատեսակից, որոնք կոտրվում են ու հավերժ ապրում են տենց ճնշված վիճակում։ Դրա համար հենց մասնագետի է պետք դիմել ու ուշադիր լինել, արդյոք ինչքանով ադեկվատ է մասնագետի խորհուրդները։ Դրա համար լավ կլինի կոնսուլտացիայի կանչել ու կոնսուլտացիայի ժամանակ արդեն իսկ պարզ է լինում ձեր շփումը ստացվում է, չի ստացվում, ինչպես են շանը վերաբերվում։ Բնականաբար չի կարելի թույլ տալ, ինչի եմ ես դա ասում, որովհետև մեզ շատ պարզ է թվում, բայց նման դեպքեր եղել են, որ մարդը եկել է ու սենց առանց ինչ-որ բացատրելու տիրոջը սկսել է շանը քաշքշել, վզից բարձրացնել, վզկապով խեղդել, այդ ամեն ինչը չի կարող տալ դրական արդյունք։ Իսկ ինչ հետևանքի կարող է բերել այդպես պատժելով կամ ֆիզիկական բռնության միջոցով վարժեցումը, ինչ հետևանք կարող է տալ շան մոտ։ Հետագա ագրեսիա, ինչը մենք հաճախ ենք տեսնում, ու եթե դուք այդպիսի մասնագետից հետո կանչեք օրինակ ինձ շատ ավելի դժվար է լինելու, որովհետև շունը արդեն իսկ ունի վատ փորձ, ինչպես նաև գարտանը, չգիտեմ դա ոնց է հայերեն, կներեք ռուսերեն բառերի համար, գարտանն են շատ հաճախ վնասում, շնչառական որոշակի խնդիրներ են լինում այդ խեղդելու պատճառով ու մեթոդիկաները եւ սխալները շատ տարբեր են, խնդրում եմ մի արեք դա։ Իսկ որ տարիքից է ճիշտ սկսել շանը վարժեցնել։
Իրականում պետք է հաշվի առնենք, որ վարժեցումը մենք սկսում ենք ոչ թե շան հետ, այլ տիրոջ հետ, այսինքն կոնսուլտացիան իրենից ներկայացնում է ծանոթություն ու զրույց տիրոջ հետ։ Այդքան էլ կարևոր չի շան տարիքը, մոտավորապես 2-3 ամսականից սկսած դուք արդեն կարող եք կոնսուլտացիա կազմակերպել, որպեսզի տերը իմանա ինչ քայլերով առաջնորդվի, ինչ ուղու վրա լինի ու հնարավորինս քիչ սխալներ անի։ Բուն տրեյնինգը սկսվում է 3-ից 4 ամսականից, այդ էլի իմ տրեյնինգի մասին է խոսքը, ինտերնետում չգիտես ինչի գրած է, որ 8 ամսականից կամ 6 ամսականից սկսած, իսերն աստծո մի սպասեք, որ ձեր շունը դառնա տենց մտնի սեռահասություն ու մի երկարացրեք, որտեվ ավելի դժվար է լինելու հետագայում։ Կարծրատիպ կա, այն դեպքում ինձ շատ են գրում, երբ որ ես խորհուրդ եմ տալիս դիմել վարժեցնողի, որ դա ֆինանսապես հսկայական ծախս է, մարդիկ իրենց չեն կարող թույլ տալ։ Արդյոք դա իսկապես այնպիսի ծախս է, որ հատուկեն շատ հարուստ մարդիկ միայն կարող են իրենց թույլ տալ։ Բարեբախտաբար ոչ, մի լսեք նման կարծիքների, որովհետև շատ հաճախ վարժեցնողները իրար տակ փորելու համար, ինչ որ ասում են այսինչ վարժեցնող աստղաբաշխական թվեր է վերցնում, բայց դա բնավ այդպես չի, եթե դուք կարող եք ձեզ թույլ տալ պահել կենդանի, վարժեցումը եւս հնարավոր է թույլ տալ ու շատ մաչելի ու լավ չասեմ մաչելի, բայց հասանելի է բոլոր այն մարդկանց, ովքեր արժանապատիվ կյանք են պատրաստ տալ իրենց կենդանիներին ու հիմնականում մարդը ինչքանով որ պատրաստ է ներդրվել այդ process-ի մեջ իր ժամանակով, այնքան քիչ գումար է ծախսելու։ Այսինքն ավելի շատ ժամանակային ներդրում է պահանջում։ Կդժվարանամ ինչ-որ հստակ թվեր ասել, որտեվ ամեն կենդանու ես նախընտրում եմ վերաբերվել որպես անձի ու դրանից է կախված մեր հետագա տրեյնինգի process-ը, ժամանակը։ Դու որպես վարժեցնող, երբ որ քեզ դիմում են իրենց շանը վարժեցնելու համար, արդյոք կան դեպքեր, երբ որ դու որոշում ես, որ ոչ, այս դեպքում չեմ ուզում աշխատել, որ դեպքերն են դրանք։ Միանշանակ կան, որովհետև ես նախընտրում եմ լինել անկեղծ, երբ որ ես գնում եմ ու ես տեսնում եմ, որ այդ մարդը ուզում եմ գեղեցիկ ձևակերպել, այդքան էլ կարգապահ չի ու չի լինելու իր կենդանու հետ պահանջկոտ ոչ թե խիստ, հետևողական, ոչ թե դաժան, ես ամեն անգամ ասում եմ, որ եթե դուք չեք անելու, չեք հետևելու այդ ամեն ինչին, ավելի լավ է չծախսեք գումար ու ժամանակ։ Ու հաճախ լինում է, որ պայմանները չեն բավարարում մեր ուզած արդյունքը ստանալու համար, այսինքն եթե ինչ-որ օրինակի համար բնականանային պայմաններում մարդը որոշում է պահել գամփր։ Իրականում հնարավոր է, բայց դա պահանջում է ինչ-որ X ժամանակ ներդնել ու այդ գամփրին ինչ-որ X ժամանակ դրսում զբոսանքի տանել։ Ու ինչքան էլ տրեյնինգ անես, եթե իր կենցաղը ապահովված չի, եթե իր կենցաղը ճիշտ կազմակերպված չի, տրեյնինգի արդյունքը լինելու է չնչին, եթե առհասարակ լինելու է։ Խոսեցինք ցեղատեսակներից, ինձ կարող ես ասել, քեզ ամենաշատը որ ցեղատեսակների ժամանակ են դիմում որպես պրոբլեմատիկ, այսինքն որ ցեղատեսակներն են քո գնահատման ավելի պրոբլեմատիկ, սակայն մարդիկ առանց դրա մասին գիտակցելու վերցնում են այդ ցեղատեսակը ավելի շատ կապված նորաձևության հետ կամ սխալ կարծրատիպերի հետ։ Տենց ընդհանուր ցեղատեսակ չեմ նշի, բայց այնպես է ստացվել, որ ես այս քաղաքի փոքր շների ոնց որ տրեյնինգ գուրուն եմ դարձել։ Հիմնականում պուդիլները իրանք շատ ավելի զգայուն են, քան մնացած շները, պահանջում են որոշակի ավելի փափուկ մոտեցում ու շատ հաճախ են դիմում ինձ իրենց հարցով։ Ու կա կարծրատիպերից մեկը, ինչ որ կարող ենք կոտրել, այն է, որ եթե շունը փոքր է, տենց ինչ-որ ասում են, չէ, դե իրան ինչ սովորացնես, դե ինքը ինչ պետք է հասկանա, փոքր ցեղատեսակի շներին նույն ձև, եթե ոչ ավելի շատ պետք է տրեյնինգ, որովհետև երբ որ մենք դրսում տեսնում ենք տենց ինչ-որ աղմկող, հաչացող, իրենցից ավելի մեծ շան վրա հարցակվող ինչ-որ առյուծասիրտ շների մեզ թվում է, որ իրանք այդպես են, բայց իրականում դա հենց այդ տրեյնինգը բաց թողման պատճառն է։ Հիմնականում փոքր շներին վերցնող մարդիկ չեն ակնկալում, որ պետք է վերաբերվեն ու հարգեն նրանց նույն ձև, ինչպես նրանց մեծ բաներին, սաբրատիաներին։ Շատ դեպքերում շներից հրաժարվում են տարբեր վարքային խնդիրների պատճառով, քանի որ իրենք իրենցով չեն կարողանում գլուխ անել։ Օրինակ, ասում են անդադ հաչում է, ես տանը չեմ, ինքը հաչում է, հարևաններին խանգարում է, կամ չեմ կարող սովորեցնել, որ տանը չկեղտոտի, եւ այսպես մանր տեխնիկական հարցերով հաճախ հրաժարվում են շներից։ Արդյոք այդ մանր տեխնիկական հարցերը իրականում դժվար ուղղելի են, եթե մարդիկ ոչ թե հրաժարվեն շնից, այլ դիմեն վարժեցնողի։
շատ կարևոր է ժամանակահատվածը երբ է դա արվում, այսինքն եթե մարդը այդ հարցին ուշադրություն է դարձնում, օրինակ երբ որ շունը 5-6 տարեկան է, բնականաբար շատ ավելի դժվար է, անհնար չի, բայց դժվար է ու մեր հայերը ունեն sense մի հատ տաղանդ, որ մինչև մասնակետի զանգելը իրանք պետքա փորձեն իրենց ծանոթ բարեկամ, հարևան, տենց ինչ որ բաժանախնես բոլորի մեթոդիկաները մի հատ էքսպերիմենտով անում են այդ կենթանու վրա, այդ կենթանին լրիվ խառնում է, հիմա ինքը պետքա հաչա, թե չպետքա հաչա, հիմա ինքը որտեղ պետքա կեղտոտի, ու երբ որ ամեն ինչ արդեն մաքսիմալ տենց ինչ որ խառնաշփոթ է այդ կենթանու գլխում, նոր որոշում են, որ հանձնվում են ու դիմում են մասնագետի դիմել մի սարքեք ձեր հանձնվելու պատճառ, դա ընդհանրապես նրա համար է, որ դուք ավելի քիչ նյարդայնանաք, ավելի քիչ դիսկոմֆորտ ունենաք ձեր կենթանու հետ ու իր պահելու հետ կապված։ Էլեն, մի էսպիսի հարց, արդյոք կա այնպիսի սպეციფიկ ցեղատեսակ, որի հետ դու որքան էլ որ վերցնում ես այդ գործը, բայց միևնույն է այդքան էլ չես սիրում, որտեղ այդ ցեղատեսակին համարում ես այս կամ այն ձևով ավելի կամ վատը կամ չհասկացող կամ որևէ այլ բացասական հատկանիշներով։ Շատ պրովոկացիոն հարց էր։ Կփորձեմ շատ ճիշտ պատասխանել, որպեսզի հետո շորցեր չսարքեն ու չստացվի, որ ես ինչ-որ տենց նեգատիվ բան եմ ասում։ Ես սիրում եմ բոլոր շներին եւ բոլոր ցեղատեսակները, բայց պետք է խոստովանեմ, որ այո, կան ավելի մեծ պոտենցիալով ցեղատեսակներ, հիմնականում աբորիգեն շներն են, աբորիգեն ցեղատեսակներն են, որոնք լինում են շատ ավելի ինքնուրույն, շատ ավելի արագ են մտածում ու շատ ավելի պահանջկոտ են։ Օրինակ, ակիտա ցեղատեսակը հատուկ ուշադրություն է պահանջում ու եթե ես իմանում եմ, որ ես գնում եմ աշխատելու հենց ակիտայի հետ, ես հավելյալ հավաքված եւ ուշադիր եմ գնում, դա չի նշանակում, որ իրանք ինչ-որ վտանգավոր են, ագրեսիվ են, վատն են, բնավ ոչ, բայց ավելի մի քիչ պահանջկոտ ու բարդ ցեղատեսակ է։ Իր բարդությունը ունի նաև Golden Retriever հրաշք ցեղատեսակը, իրենցից պետք է զգույշ լինել, որ հանկարծ չնեղացնել իրանց, որովհետև իրանք շատ դրամատիկ են ու եթե տրեյնինգի ընթացքում հանկարծ ինչ-որ մի-երկու բան ավել ես անում, նրանք նեղանում են, փակվում են խխունջի նման ու շատ դժվար է նորից վերականգնել ձեր կապը եւ կոնտակտը։ Իսկ կան ցեղատեսակներ, որոնց հետ հատուկ սիրում ես աշխատել, որոնց հետ ավելի հեշտ է աշխատել։ Միանշանակ կլինեն եւ կմնան դվարնյաշկաները, դա փողոցից վերցրած շներն են, որոնք հասկանում են հրամանները ու պահանջները վայրկյանական, մարդիկ ովքեր նախընտրում են ցեղական շուն վերցնել մտածելով, որ նրանք ինչ-որ առավել խելացի են եւ առավել ինչ-որ լավ են հասկանալու, իրականում դա դրանից կախված չի, դվարնյաշկաները, քանի որ այդքան տարիներ վժիված են անում, կներեք, էլի ռուսերեն բառերի համար դրսում, շատ ավելի խելացի են լինում եւ շատ ավելի հետաքրքիր լուծումներ են տալիս որոշակի խնդիրներին, որոնք որ իրենց առաջ դնում ես։ Այսինքն դուք որպես մասնագետ ասում եք, որ այդ կենթանիները, այսինքն ոչ ցեղական շները շատ ավելի հեշտ են մարդկանց մերվում հրամաններ սովորում եւ նրանց ավելի հեշտ է վարժեցնել, քան միանշանակ, դա չի նշանակում, որ ընդհանրապես պետքա դրսից շուն վերցնեք ու ակնկալեք, որ ինքը ձեզ այնքան շնորհակալ է լինելու, որ ինքը երբեք ոչ մի սխալ բան չի անելու, բնականաբար իրենց նույնպես պետք է տրամադրել ժամանակ, բայց հաշվի առնելով, թե ինչքան արագ են սովորում, ինչքան ինքնուրույն են դրսից հենց որդեգրած շները, եթե երբևէ ունենամ այնքան ազատ ժամանակ եւ հնարավորություն, որ ես կարողանամ իմ սեփական շանը վերցնել, պահել, դա միանշանակ կլինի դվարնյաշկա։ Շնորհակալություն Էլեն, շատ ինֆորմատիվ եւ հաճելի զրույցի համար։ Մենք դեռ էլի բնականաբար հանդիպելու ենք, քանի որ վարժեցնողին հարցերը շատ կարեւոր են, որպեսզի մարդիկ ավելի լավ պատկերացնեն ինչու, ինչ, երբ եւ ինչպես անել, որ քիչ խնդիրներ ունենան իրենց շների հետ։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։